Ինչ կլիներ, եթե աշխարհն ունենար անվճար էլեկտրականություն դեռ 100 տարի առաջ։ Նիկոլա Տեսլան պարզապես գիտնական չէր, նա տեսանող էր։ Նա մեզ տվել է փոփոխական հոսանքը, ռադիոն եւ հեռակառավարման վահանակը, բայց նրա ամենամեծ նախագծերը մնացին թղթի վրա։ Տեսլան տարօրինակ էր։ Նա սարսափում էր մանրեներից, քնում էր օրական ընդամենը 2 ժամ եւ ուներ մոլուցք 3 թվի հանդեպ։ Նա երբեք չէր մտնում մի շենք, եթե նախորոք 3 անգամ չէր պտտվել դրա շուրջը։ Բայց սա միայն սկիզբն է։ Կյանքի վերջում Տեսլան պնդում էր, որ աշխատում է մահվան ճառագայթի վրա, որը կարող էր վայրկյանների ընթացքում ոչնչացնել ամբողջական բանակներ։ Երբ 1943-ին նա մահացավ միայնության մեջ, հետաքննությունների դաշնային բյուրոն անմիջապես առգրավեց նրա բոլոր ձեռագրերն ու գծագրերը, հայտարարելով դրանք խիստ գաղտնի։ Արդյոք նա իրոք գտել էր անսահման էներգիայի գաղտնիքը, թե նրա հանճարը վերջում վերածվել էր թխենթության։ Ինչ ես կարծում, ուր կլիներ մարդկությունը այսօր, եթե Տեսլայի բոլոր մտքերը իրականություն դառնային։